Շարունակում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, մշակութային առավոտ լուսոն է հիմա առաջին ալիքի ուղիղ եթերում եւ հաղորդման սկզբում խոստացանք, որ պատմելու ենք այն բոլոր մշակութային իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու, որպեսզի դուք էլ հասցնեք եւ մասնակիցը դառնաք այդ ամենին եւ այսօր երեկոյան փետրվարի 27-ին Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը ունենալու է առաջնախաղ եւ առաջին անգամ նոր ու հետաքրքիր ծրագրով ներկայանալու է իր լսարանին Big Band Cinema համերգային ծրագրի միջոցով։ Իսկ այս թեմայով մենք այստեղ հրավիրել ենք եւ զրուցելու ենք մեր հյուրի հետ։ Դավիթ Մելքոնյան, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք զրուցենք այս ծրագրի մասին։ Որտեղից եղավ գաղափարը։ Այո, Big Band Cinema։ Խոսենք գաղափարի մասին, հետո արդեն կծավալվենք համերգին։ Այո, սիրով։ Գաղափարը ինքնին մեր մտահաղացումը չէ, գիտենք, որ շատ նվագախմբեր անում են այսպիսի պրոյեկտներ, հա, կինո երաժշտության նվիրված, բայց մոտ 2-3 ամիս առաջ ծնվեց այս գաղափարը իրագործելու, իր էքսկլյուզիվությունը, նորությունը գտանք նրանում, որ ջազի շուրջ, հենց ջազային ժանրում այս ֆորմատը դեռ իրագործված չէր մեր մոտ ու հասկացանք, որ մենք կարող ենք լինել առաջինը, որ դա անենք ու ջազային ժանրը հարուստ կինո այսպես գրադարանով, հա, ասենց ասեմ, ու ահագին հետաքրքիր գործեր ենք գտել, որոնք այլ համերգներում, այլ ֆորմատներում ենթադրենք սիմֆոնիկ նվագախմբերի ռեպերտուարում այդ գործերը չեն կատարվում եւ մենք կլինենք յուրօրինակ նաեւ մեր ծրագրի ընտրության հարցում։ Հիանալի է։ Այդ ենք ուզում հասկանալ, արդյոք ծրագրում այնպիսի ստեղծագործություններ են, որոնք գուցե վերցված են հենց ջազային ֆիլմերից ավելի եւ նոր մշակում չեն անցել, այսինքն այնպես ինչպես հայտնի եւ սիրված են, հենց այդպես է ներկայացնում եւ կան ստեղծագործություններ, որոնք փոփոխվել են ու ջազային նոր երանգներ ստացել։ Կան եւ այնպես ծրագրում ընտրված են ստեղծագործություններ, որոնք համերգի նկարագրի մեջ էլ ենք այդպես նշել հատուկ այդ փաստը, որ ստեղծագործությունները հնչելու են հենց այնպես, ինչպես որ հնչում են մեծ էկրանին ֆիլմերում եւ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու կարծես եւ էկրանին տեսնել եւ միաժամանակ մի խոսքով 3D կամ 5D տեղափոխվել ֆիլմի իրականություն։ Իսկ ինչպես են ընտրվել ստեղծագործությունները։ Ինչ սկզբունքով, թե սկզբունք չկա ուղղակի։ Սկզբունքը հենց այդ է, որ կինո նկարում հնչած լինի հենց big band-ային ջազը, այսինքն ենթադրենք լավ փակագծերը բացեմ ծրագրի, ինչ որ մի երկու ներկայացնի նշեմ, օրինակ հայտնի ֆիլմ է Sun Valley Serenade, հա, ռուսերեն ասում են Սիրենադը Սոլնիչնի Դալինի ֆիլմը, որտեղ հայտնի Գլեն Միլլերի նվագախումբն է հանդես գալիս եւ ամբողջ ֆիլմը նվագված է ջազին, մյուզիկլային այսպես ֆորմատով նկարահանված հայտնի կինոնկար է ամերիկյան ու այդտեղ են հնչում հայտնի Moonlight Serenade եւ In the Mood ջազային հիմները, հա, այսպես ասած, որոնք եւս հնչելու են ու ցածադրվելու է, ասենք, ֆիլմից տեսարանները ու մի խոսքով ուզում եմ անպայման նշել, որ ֆիլմի ցուցադրությունը լինելու է շատ հետաքրքիր ձևով կազմակերպված, այսինքն էկրանը յուրահատուկ տեսք է ունենալու եւ բացի երաժշտությունից ուզում եմ նշել, որ հատուկ շնորհակալություն ունեմ իմ անձնական ուզում ասել մեր թիմին եւ թիմում համալրված տեխնիկական մյուս մասնագետներին, որոնք հնարավորություն են տալու մեր դահլիճում առաջին անգամ ունենալ այսպիսի տեսարժան համերգ եւ մեր դահլիճ այցելած նախկինում այցելած մարդիկ այս համերգի շրջանակներում տեսնեն մեր դահլիճը ահագին նորացված եւ անճանաչելի եւ հաստատ զարմանալու են այս անգամ։ Այնպես որ այսպես փորձեցի շատ ճոխ նկարագրել, բայց համոզված եմ, որ տպավորությունը մեծ կլինի։ Վստահաբար էներգիան էլի կգումարվի այս ճոխությանը եւ իսկական շոու է լինելու, ֆիլմային շոու այսօր երեկոյան, բայց ձեզ համար սա ինչպիսի փորձառություն է, երբ ոչ միայն նվագում եք եւ զգում եք այդ երաժշտությունը, այլ նաեւ երբեմն պետք է համապատասխանել ֆիլմի կադրերին։ Այո, այդտեղ էլ է մեծ աշխատանք արվել, մեզ համար սա մեր ջազ նվագախմբի համար սա առաջին փորձառությունն է անելու այսպիսի միաձուլում, հա, տեսանյութի եւ երաժշտության եւ
հետաքրքիր մեզ համար էլ է առաջին անգամ, մեզ համար էլ է էքսկլյուզիվ, այսպես ասած, նախաձեռնություն ու մեծ աշխատանքի հետ նաև ծավալուն արվել հենց մոնտաժային հարցում, որպեսզի մուտքեր, ելքեր եւ այդ ամեն ինչը գեղեցիկ ու էսթետիկ նայվի եւ գրավիչ լինի հանդիսատեսի համար։ Իսկ ինչպեսի արձագանք եք սպասում երիտասարդ հանդիսատեսից, գուցե նրանք չգիտեմ առաջին անգամ նման ձևով ջազ լսելու։ Կարծում եմ, որ շատերը առաջին անգամ են նման ձևով մեր նվագախմբին եւ գուցե ջազային ժանրին ծանոթանալու, ինչը դիտարկում եմ իբր շատ լավ փաստ, որովհետեւ մենք կարիք ունենք նոր հանդիսատեսի, ջազային ժանրը ընդհանրապես եւ նվագախմբի ռազմավարության մեջ մեզ համար կարևոր կետ է նաև ներգրավելու եւ հրապուրիչ լինելու նաև երիտասարդ սերնդին, դրա համար փորձում ենք այնպիսի նախագծեր անել, որոնք կապում են սերունդներ, կապում են արվեստի տարբեր ճյուղեր, որպեսզի հնարավորինս մենք էլ դառնանք ճաշակ թելադրող եւ մասսայական։ Այսինքն ես ինչպես հասկացա, համերգի ժամանակ լսվելու է, նվագելու եք այն երաժշտությունները, որոնք որ ֆիլմերում եղել են ջազային տեսքով։ Այո, ընտրել ենք հենց ամենաջազային կինոնկարները։ Այ ինձ հետաքրքիր է երաժշտության տեսանկյունից։ Կարող է ապագայում լինի այնպիսի մի ֆորմատ, որ օրինակ չգիտեմ, այո, օրինակ Ընկայրը ֆիլմի երաժշտությունը։ Սա նրա ամենասիրելի ֆիլմն է իդեպ։ Դա էր իմ հարցը։ Ուզում ես այդ ստեղծագործությունը լինի համերգի։ Անշուշտ գեղեցիկ գաղափար է, հուսամ, որ մի օր դա էլ կիրագործենք։ Կոնցեպտը նրանով է տարբերվում, որ այսօրվա համերգին մենք ունենք հենց ջազային կազմի, ջազային նվագախմբի համար գրված ստեղծագործություններ, իսկ Կնքահայրը ֆիլմի երաժշտության մեջ հավանաբար շատ ավելի մեծ կազմ են գրկված, բայց իհարկե փոխադրումներ անել նոր մշակումներ անել։ Դե միայն Կնքահայրը ֆիլմի մասին չէ խոսքը, իհարկե, բայց ձեր գաղափարը։ Հիանալի է։ Եվ առհասարակ երբ խոսում ենք նմանատիպ համերգներից, հատկապես վերջին շրջաններում փաստում ենք, որ հայ հանդիսատեսը էլ ավելի մեծ հետաքրքրությամբ է վայելում նմանատիպ համերգները, բայց քանի խոսում ենք ֆիլմերի մասին։ Հայկական կինոարտադրությունը մեր ոսկե ֆոնդը եւս շատ հարուստ է։ Արդյոք կան հայկական ֆիլմերում այնպիսի ջազային ստեղծագործություններ, որոնք ընդգրկված են համերգային ծրագրում։ Երբ ասեցի, որ գուշակում եմ, կարծում էի, թե այս թեմայով եք ասելու, մենք մտածում էինք ծրագրում ունենալ նաև հայկական կինո երաժշտություն, գաղափար կար գործիքավորելու, մշակելու մի քանի ստեղծագործություն եւ ներառելու ծրագրում, սակայն հասկացա, որ կուզենայի մեկ ամբողջական համերգ դրան նվիրել, ավելի ամբողջական կոնցեպտով եւ դրա համար, այսինքն չանել աշխատանքը կծկտուր ընդամենը անելու համար, դրա համար այս ծրագրում չենք ունենա հայկական ստեղծագործություններ, բայց անպայման դրանք կներկայացնենք ավելի ամբողջական տեսքով։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ այսօր Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը ներկայացնելու է Big Band Cinema-ն առաջնախաղն է լինելու այս ծրագրով, հուսանք, որ պահանջարկը մեծ լինելու դեպքում կրկին մենք այս ծրագիրը կտեսնենք եւ իհարկե հետևելով սոցհարթակների էջերին կտեսնենք նաեւ մյուս նորությունները կապված այլ ծրագրերով համերգների հետ։ Շնորհակալ ենք անչափ եւ հաջողություն ենք մաղթում այսօր երեկոյան, որպեսզի եւ դուք եւ հանդիսատեսը վայելեն այդ տրամադրությունը։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։